մնաց ու հասավ մեծ արդյունքների։ Առաջին շրջանում, երբ Ռուզանը տեսնում էր, թե իր գործընկերները ինչպես են իրենց աշխատանքը ներկայացնում եւ ինչ եկամուտների են հասել, միևնույն է նա չէր հավատում։ Նա փնտրտուքների մեջ էր, անընդհատ զանգում էր, գրում աղջիկներին, հարցնում, թե դա իրոք իրականություն է։ Եվ այն ժամանակ, երբ նա արդեն համոզվեց, որ դա իսկապես իրականություն է, նա իրեն դադար չէր տալիս, նա անընդհատ աշխատում էր։ Եվ Ռուզանը մի օր զանգարում է իր խորհրդատուին եւ ասում, որ ընտանեկան շատ ծանր խնդիրների պատճառով չեմ կարող շարունակել եւ պետք է պրոյեկտից ես դուրս գամ։ Եվ ի՞նչ է տեղի ունենում հետո։ Ռուզան ընտանեկան շատ ծանր խնդիրների պատճառով զանգում է իր խորհրդատուին եւ ասում է, որ չեմ կարող շարունակել աշխատանքս եւ պետք է դուրս գամ։ Եվ ինչ է լինում հետո։ Զանգն անջատելուն պես հեռախոսը ձեռքից ցած է դնում ու ահա որ շատ ծանր իրավիճակի մեջ է հայտնվում։ Շատ ծանր ապրումներից հետո նա ի վերջո մեզ թողնում է մեկ խորհուրդ։ Հաջորդ օրովակում խոսելու եմ, թե ինչ եղավ Ռուզանի հետ։ Հետևիր էջին, որ չկորցնես, որովհետև հետաքրքիրը դեռ առջևում է։